Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքն է։ Սա գործող վարչապետի կարգախոսն է, որ մի քանի տարի է նա արդեն քարոզում է։ Շատերը ուշադրություն չեն դարձնում կամ չեն խորանում, թե այդ կարգախոսի տակ ինչ գաղափար է դրված եւ այդ գաղափարը ինչ կապ ունի այն քաղաքականության հետ, որը փորձում է վարել այս գործող իշխանությունը։ Գործող իշխանությունը ակնհայտորեն աշխարհաքաղաքական փոփոխություններ է փորձում կատարել եւ Հայաստան տանել այլ ուղղությամբ եւ հայտարարում են, որ մեր նպատակն է դառնալ Եվրոմիության անդամ, այսինքն գնալ դեպի արևմուտք։ Բնականաբար մենք Եվրոմիության հետ որևէ կոմունիկացիաներ չունենք, տնտեսական հարաբերություններ չունենք, այնտեղի շուկան մեզ չի սպասում, հակառակը Եվրոմիությունում շատ լուրջ տնտեսական խնդիրներ են առաջացել, ապա այդ ժամանակ առաջանում է հարց, իսկ արևմուտք ինչպես են գնում, եւ եթե մեր դեմքը շրջենք դեպի արևմուտք, ապա մենք կտեսնենք այնտեղ գտնվում է Թուրքիան։ Այսինքն մենք գնում ենք թուրքական ազդեցության գոտին։ Թուրքական ազդեցության գոտին գոտում հայտնվել ունի մի քանի բաղադրիչներ։ Տնտեսական բաղադրիչներ, օրինակի համար ավանդորեն ստեղծված այն կոմունիկացիաները, խոսքը գնում է գազի մասին, խոսքը գնում է երկաթուղու մասին, խոսքը գնում է մեզ համար ավանդական շուկաների մասին, որտեղ մեզ սպասում են, ապա այդ ամեն ինչը պետք է շրջել դեպի արևմուտք, այսինքն դեպի Թուրքիա, եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները բացեբաց հայտարարում են, որ մենք պետք է գազ ստանանք Ադրբեջանից, մենք պետք է բացենք ճանապարհը դեպի Թուրքիա եւ արդեն մեր ապրանքները տրապիզոնով գնան եւ այլն եւ այլն, հա, այսինքն շատ թանկանոց ծրագիր է, դեռ հարց է Հայաստանը կարող է դա անել թե ոչ եւ Թուրքիան պատրաստ է դրան թե ոչ եւ Թուրքիան մեզ ինչպես է վերաբերվում։ Մյուս բաղադրիչը դա գաղափարական բաղադրիչն է, որի մասին մենք քիչ հետո կխոսենք, այսինքն հարցը այն է, թե Թուրքիան մեզ ինչպես է վերաբերվելու։ Վերջերս հրեական մի ռաբի շատ կարևոր ելույթ է ունեցել եւ բնականաբար դա միայն իր կարծիքը չի։ Ելույթի իմաստը հետեւյալն է, որ կան լավ արաբներ եւ կան վատ արաբներ։ Վատ արաբները ովքեր են։ Վատ արաբները այն արաբներն են, որոնք ունեն գաղափարախոսություն եւ ունեն քաղաքական նպատակ, հա, եւ այդ քաղաքական նպատակի մեջ կա ինչ-որ պետական բաղադրիչ։ Ուրեմն այդ վատ արաբները նույնպես երկու մասի են բաժանվում։ Մի մասը նրանք են, ովքեր ունեն ցախ հայացքներ, մասնավորապես 20-րդ դարի սկզբում սկսված արաբական ազգայնական շարժումները, որոնք ցախական էին, սոցիալիստական էին, եւ որոնք 60-ական թվականներում արդեն սկսեցին իշխել Սիրիայում եւ Իրաքում։ Բասկուսակցությունը երկու մասնաճյուղ ուներ եւ այդ երկու մասնաճյուղներ շատ ուժեղ պետություններ ստեղծվեցին, որոնք նպատակը արաբական աշխարհ ստեղծելն էր, միավորել արաբական աշխարհը, դա բասկուսակցության գաղափարախոսությունն էր։ Եվ բնականաբար, եթե նրանք միավորում են արաբական աշխարհը, ապա հարցը առաջանում իսկ պաղեստինցիների խնդրին ինչպես վերաբերվել, եւ պատահական չէր, որ եւ ժամանակին Եգիպտոսում, որտեղ նույնպես ցախական հայացքի իշխանություններ ձևավորվել, եւ նաեւ Սիրիան եւ նաեւ Իրաքը պատերազմական գործողությունների մեջ մտան 60-ական, 50-ական թվականներին Իսրայելի հետ, եւ ըստ այդ ռաբիի դրանք այդ վատ արաբներն են, որոնք ունեն քաղաքական գաղափարախոսություն։ Մյուս վատ արաբները ըստ այդ ռաբիի այն արաբներն են, որոնք ունեն կրոնական գաղափարախոսություն եւ նա ասում է, ահա տեսեք, կան իսլամական ծայրահեղականներ, կա Խամասը, կա Հեզբոլլան, որոնք իրենց նպատակ են դրել, որ իսրայելական պետությունը չպետք է գոյություն ունենա, նաև Իրանը, որը նույնպես իսլամական երկիր է։ Եվ դրա համար այդ վատ արաբները հետ ինչ-որ բան պետք է անել, բայց կան նաև լավ արաբներ։ Իսկ ովքեր են լավ արաբները, ապա ըստ ռաբիի եւ շատ Իսրայելի գաղափարախոսների եւ քաղաքական գործիչների լավ արաբները նրանք են, որոնք ապրում են ցեղային իրենց համայնքներում,
որոնց համար կարևոր ավանդական ընտանեկան արժեքներն են եւ այդ նման արաբների հետ, որոնք քաղաքական խնդիրներ իրենց առջև չեն դնում, կարելի է շատ հեշտ ապրել, գոյատևել եւ ըստ այդ Ռավի, այո, Իսրայելում կան նման արաբներ, ցեղախմբեր, ընտանեկան արժեքներով ապրող միայն ընտանեկան արժեքներով, ընտանեկան արժեքը դա բնական է եւ իսլամի եւ աշխարհիկ գաղափարախոսությունների մեջ կարևոր ինքը բջիջ է, բայց ավանդական արժեքներով ապրող հասարակությունները այնտեղ միայն ընտանեկան եւ կլանային արժեքներն են եւ նման արաբների հետ կարելի է շատ հեշտությամբ գոյատևել եւ գոյատևում են։ Հիմա եթե մենք այս տեսանկյունից գանք գործող վարչապետի գաղափարախոսությանը, ապա առաջանում է հարց, եթե մենք գնում ենք դեպի Թուրքիա, իսկ Թուրքիայի մեզ ինչպես են վերաբերվելու, արդյոք իրենք նույն կարծիքը չունեն, ինչ որ ունի այդ հրյա ռաբին արաբների նկատմամբ, եւ այո, մենք տեսնում ենք, որ գործող վարչապետը պատերազմ է հայտարարել եկեղեցուն, եթե ռաբի խոսքերով մենք փորձենք դիտարկել այդ մոտեցումը, ապա եկեղեցին դա մի ցանցային կառույց է, ավանդական արժեքների վրա հիմնված, որը միավորում է ամբողջ աշխարհի հայերին եւ կարևոր դերակատարություն ունի սփյուռքի ձևավորման գործում, դա այսինքն մի կառույց է, որը մեզ խանգարում է, մեզ նկատի ունեմ ըստ գործող խմբակի, որը Հայաստանում իշխանության է եկել։ Եվ նաև կան քաղաքական կառույցներ, որոնք հետապնդում են ցեղասպանության հարցը, ամբողջ աշխարհում խոսքահայության մասին է եւ բնականաբար նրանք նույնպես քաղաքական պատկերացում ունեցող կառույցներ են եւ այդ կառույցների դեմ նույնպես պատերազմ է հայտարարել Հայաստանի գործող իշխանությունը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս տրամաբանության մեջ գործող վարչապետի քաղաքականությունը հենց այն է, ինչի մասին երազում էր հրեական ռաբին, հա, որ լինի ցեղախմբեր, որոնք միայն ընտանեկան արժեքների վրա են հիմնված եւ որը ցանկալի է Թուրքիայի համար։ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքն է, ընդ որում սա պիտի դառնա նոր ժամանակների համահայկական կարգախոս ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդը անընկճելի է ու անպարտելի։ Երբ որ մենք ասում ենք, որ Հայաստանը իմ օջախն է, իր ժողովուրդը իմ ընտանիքն է, այսինքն ընտանեկան արժեքների մասին է խոսքը, իսկ որոնք են ընտանեկան արժեքները։ Ընտանեկան արժեքները դա պահպանողական ավանդական արժեքներն են, որը հիմնված են կամ կրոնական պատկերացումների վրա, կամ ավանդական սովորությունների վրա։ Եվ հանուն արդարության պետք է ասել, որ եւ գործող իշխանությունը եւ իր մյուս գաղափարախոսը զուգ ընկերուհին, ում հետ ինքը ապրում է, հետևողական չեն իրենց հայացքներում եւ իրենց քարոզներում եւ իրենց ելույթներում հաճախ իրենք ճիշտ հակառակ տեսակետներն են հայտնում։ Մենք, հայ կանայքս, ինչ ենք հասկանում երջանկություն ասելով։ Դարերով մեզ սովորեցրել են, որ հայ կնոջ դերը լավ երեխա դաստիարակելն է, ընտանիքի գերդաստանի համար լավ հարս լինելը, հայրենիքի համար հերոսներ ծնելը։ Դարերով հայ կինը հավատարիմ է մնացել իրեն սերնդեսերունդ փոխանցվող այս պատգամին, բայց ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, ես երջանիկ հայ կնոջ այդպես էլ չեմ հանդիպել։ Չեմ հանդիպել ոչ իմ հարազատների շրջանում, ոչ հարևանների, ոչ բարեկամների եւ ոչ էլ գրականության մեջ։ Իմ ճանաչած կանանց մեծ ամասնությունը 100%-ով համապատասխանել է դարավոր բանաձևին՝ երեխա, ընտանիք, լավ կին, լավ հարս։ Նրանք այդ դերը սրբորեն կատարել են, բայց դա նրանց չի երջանկացրել։ Իսկ բոլոր այն կանայք, ովքեր փորձել են դուրս գալ այս բանաձևից եւ որևէ այլ բանով զբաղվել, գուցեև մոտ են եղել երջանկության, բայց այդ դեպքում էլ միջավայրը նրանց դա թույլ չի տվել։ Նրանց պիտակավորել են, անվանարկել։ Հայաստանում իշխանությունը զավթել է մի խմբակ, որը աշխարհակահաղական փոփոխությունները փորձում իրականացնել եւ դրա համար փորձում է ձևավորել ինչ-որ գաղափարախոսություն։ Առաջանում է հարց.
իսկ արդյոք մյուս ազգային ինստիտուտները, քաղաքական կառույցները նույնպես ապագայի նախագծեր են կառուցում եւ փորձում են աշխարհաքաղաքական եւ աշխարհահայացքային թեզերով հանդես գալ, որոնք լինեն իրատեսական եւ հասկանալի հանրության համար։ Ցավոք սրտի մենք դա չենք տեսնում, մենք չենք տեսնում եկեղեցում աշխատանք նոր մեկնաբանությունների համար, խոսքը աստվածաբանության մասին է, որտեղ քրիստոնեական ուսմունքը դա կենթանի ուսմունք է եւ ինքը միշտ մեկնաբանությունների կարիք է ունենում ժամանակակից միջավայրին հարմարվելու համար։ Խոսքը նաեւ գնում է սոցիալական հայեցակարգի մասին։ Արդյոք մյուս քաղաքական ուժերը նույնպես փորձում են հանդես գալ աշխարհաքաղաքական, աշխարհահայացքային թեզերով։ Հիմնական քննարկման թեման այն է, որ Հայաստանում պետք է անպայման տեղի ունենա իշխանափոխություն եւ մենք ցանկացած գնով պետք է ազատվենք գործող վարչապետից եւ գործող իշխանությունից, սակայն երբեք քննարկումը չի գնում, թե Հայաստանում ինչ փոփոխություններ են պետք։ Այդ փոփոխությունները եւ տնտեսական բնույթ ունեն, եւ աշխարհաքաղաքական բնույթ ունեն, եւ արժեքային համակարգին են վերաբերում, եւ աշխարհահայացքային են, եւ արդարության մթնոլորտ ստեղծելն է հանրության մեջ։ Ցավոք սրտի 20-26 թվականը մնացել է ամիսներ եւ նման քաղաքական դիսկուրս մենք չենք տեսնում։